Միշտ չի որ ուրեմն ուզում եմ, չգիտեմ նա լավ է թե վատ, բայց հիմա իսկապես շատ ուզում եմ, շատ ճիշտ էին ասում իմ ավակ ընկերները, Վահե Շավերջյանը, Լուսահոգի Երվանդ Ղազանչյանը, կարծես նրանցից հետո էլ ասելու բան չկա, բայց ուզեի տեղափոխվել մի փոքր ձեզ հետ միասին հիշողությունների գիրկը և մի փոքրիկ դիտված պատմեմ, որից հետո կփորձեմ նաև մաղթանքներս ասել։ Երիտասարդ դերասան է, ես բանից ինձնից մեծ է, և իրենց կուրսում նրանք խաղում էին Սուխո Կոբիլինի, Կրիչինսկու, Վարսանիքը ներկայացումը, որտեղ հանկարծ նրանց կուրսի ղեկավարը Սարգիսավետիչ Քոչարյանը, հրաշալի մի մարդ էր, հրաշալի բազի, ազնիվ, թատրոնի խոր գիտելիքներ ունեցող անձնավորություն, վարպետը ինձ հրավիրեց նույնպես խաղալ այդ դիպլոմային ներկայացման մեջ, բայց ես առաջին կուրսում էի սովորում, մի փոքրիկ էպիզոդ էր, ծերունի պիտի խաղայի։ Իրանք ինձնից մեծ են, ես պիտի ծերունի մարդու խաղայի, շատ գրիմ արեցին, շատ հաստ գրիմ։ Ես է շատ մի արեի, ես ինչ-որ սարսափելի մի մարդու նմանվեցի, վախեցած դուրս եկա բեմ և չէի կարողանում տեքստս ասել, Բորյանն անդադ կողքից փորձում էր օգնել, որտեղ շատ էի կաշկանդվել, այդտեղից սկսվեց մեր ընկերությունը։ Եվ իհարկե շատ ճիշտ է ասել Քաչմիկյանը, որ այո, Մարիս Պեպանյանը ծնվել է Պարոնյանի թատրոնի համար, բայց մեր տանը կեֆերից մեկի ժամանակ երկու տարեկոտ ավարտվել էինք ծնունդս էր կարծեմ, թե չեմ սխալվում, Սև Ռոյալ ունեինք տանը, և Բոյան նվագում էր ու երգում, այդ պահին պապան մտավ, հայրիկս, նայեց, ասեց, ով այս տղեն ասի, գերս տղան է վայր, կարճ ասաց, Բարիսը որ գնաց, ասեց, այդ տղեն օպերետայի հրաշալի դերասան կդառնա։ Հաջորդ օրը առավոտյան սապրվեց, հագնվեց, եկավ Պարոնյանի թատրոնի շենքը կար, արդեն կիսական վիճակում էր, հին շենքը հրաշալի շենք էր, որ վերականգնում էին գուցե շատ ավելի ճիշտ կլիներ, որտեղ իսկապես թատրոնի համար ստեղծված։ Եվ ժամանակ թատրոնի խաղող ռեժիսորը Կարլ Խաչմատյանն էր, տնօրենը Արտաշես Բաբայանը, մեզ բոլորիս քաչ հայտնի Ռուբեն Բաբայանի հայրը, եկավ իրենց մոտ և հետները խոսեց բանավայրը, ասեց ընկերոջ տասը թող գնա Կարպը թող իրան լսի։ Կարպը Բորյան եկել էր, Կարպը լսել էր, Կարլ Խաչմատյանը, զանգեց մեր տուն Խաչմատյանն, ասեց Էդգար ջան, շնորհակալություն, շատ լավ նվեր մատուցեցիր ինձ։ Կանխագուշակումը վարպետների կատարվեց Բարիս Պեպանյանը, ծնվել էր այս բեմի համար, և նա վայելեց այս բեմում այն ամենը, ինչ որ այս տարիների ընթացքում հնարավոր էր վայելել։ Ես ընդհանրապես կարծում եմ, որ աշխարհի ամենալավ դերասաններն անգամ իրենց կյանքում ունենում են մեկ կամ երկու դերասանական բարձրակետ։ Ավելին, երբ ունենում են, դա արդեն մեծ հաջողություն է։ Բարիսին այս ժանրի մեջ և նաև այս ժանրից դուրս, որովհետև նրա Արթուրոուի կարիերայում Արթուրոուի դերակատարումը դա էպիկական թատրոնի մի փայլուն դերակատարում էր և մինչև հիմա աչքիս առաջ է նրա Արթուրոուին և նրա այդ խաղարկման բոլորովին անսպասելի կերպը, որը այդ վերսիայում, որ ինքը խաղաց, ուղղակի անկրկնելի էր։ Կարճ ասած, ես հասկանում եմ, որ այս ֆորմատի ժամանակ երկար խոսել անիմաստ է, բայց մի ձևակերպում պիտի անեմ, և
խոսքը կտամ իմ քչախոս ընկերուհի։ Արտիստներ կան, որոնք մտքով են արտիստ, մտքով, դա լավ է, բայց արտիստներ կան, որ ծնված են արտիստ, Բարիս Պետանյանը այդպիսի արտիստ է։ Բարժան սիրելիս, ես քեզ մաղթում եմ ստեղծագործական նորանոր հաջողություններ, քո թատերական տեսակը շատ հետաքրքիր է ու անհրաժեշտ եւ շնորհավորում եմ ծնունդդ եւ առողջություն եմ քեզ ցանկանում եւ եթե բախտ վիճակվի մեծ ուրախությամբ քեզ համար բեմադրություն կանեմ։ Դու իհարկե բարձր կուրսում էիր, ես մի անգամ երկուսեցիներին շատ չարաչիչի էի, գանը շատ բարձրապես ես շնական վիշակ էր, ասեցի, ես նղան պալերոնա, ասում ինչ պալերոն, ասի պալետի պարոմա, ասեցի ինչ էր, ասի բայց ես ինչ կեցվածքում ասեց, պալերոնի կեցվածքում է, ասի բայց ինչի է դու շատություն չի դարձում ինձ, Դեք ինչի է, սուրդ է, ես միշտ ուշադրության կարիք անկեղծ եմ ուզում ասեմ, որտեղ դուք գիտես կամ չեմ ասում, կամ եթե ասում եմ, սխալներ եմ ասում, ճիշտներ եմ ասում, ու ես անկեղծ ասում եմ, սիրելի արտիստ, սիրելի ընկեր, և նույնիսկ ինձ բարեկամ, շատ եմ սիրում քեզ Ես քեզ ուսուսանային երկար, շատ երկար տարիների կյանք եմ մաղթում և այն որ ասում ես Սիմոն ծերություն և էմական լավ կերպարներ եմ ուզում տեսնեմ քեզ այսօր հետ Բարեկամներ այստեղ իմ ոստանը քարնետեցին պարոն Էլբակյան և Տիկին Ջուլյան իրենց համարելով քչախոս, ես իրոք կապացուցեմ, որ ես ավելի քչախոս եմ, քան իրենք, մենք։ Հանգուցյալ, մի առիթով հանգուցյալ Երվանդ Ղազանչյանն ասեց շատ խոսելու համար էլ շատ բագաժ ու մակարդակ է պետք, բայց դա տնենք մի կողմ, ուրիշ բան եմ ասում սիրելի բարեկամներ, կարճ խոսեմ։ Ուրեմն մի հատկության մասին, ինչպես Ջուլիան ասեց, շատ կարելի է խոսել մեր սիրելի Բորիայի մասին, ես մի հատկության մասին եմ ուզում խոսել։ Հատկություն, որը շատ մեծ բան է դերասանի և ընդհանրապես մարդու համար։ Ջուլիան կհաստատի, այդ հատկությունը լեհական թատրոնում ենք մենք տեսել։ Այս Բորյան ուզում է, որ իր կողքի դերասանը լավը լինի, ձգտի, հասնի։ Շատերս մտածում ենք, թույլ դերասան լինի մոտս ես փայլեմ։ Նա այդպիսի չի, սա շատ թանկ հատկություն է։ Համոզվեցի, երբ որ Երվանդ Խաչատուրովիչը ինձ վերցրեց այս թատրոն և Բորյան այնպես ստացվեց, որ պարոն Ղազանչյանը վատառողջ էր և Բորյային խնդրեց, հանձնարարեց, որ նա ինձ հետանի փորձերը և երկու ծավալուն բավականին դեր գիտեն մեր թատրոնի մարդիկ ինչ է նշանակում ներմուծվել։ Սկսվեցին փորձերը։ Արագ յուրացրի միզասցենները Բորյան ցույց տվեց, ասում եմ Բորյա ջան, դե նորմալ չի, էլ էինք փորձելու և սկսեց տանջելից։ Բորյա հերիկա, չէ, դու դախացել ես, կտրված ես եղել ծաղալի ժամանակ, դու պետք է ձգտես լավը լինել, այսքան բաղ չես եղել հիմի դեմ ես մտնում։ Այս անկյունում էր, ուղիղ այստեղ ներկայացման օրը, դե որ լավություն են անում մենք ինչով ենք պատասխանում հայերս, ուրեմն Բորյայից այդքան տանջանքի, տառապանքի, ինձ այդպես լավ պատրաստելու դիմաց ինչ կատարվեց։ Այս անկյունում էինք, Բորյաս կհիշի, այդ տեսարանում Բորյան Պետմանյանաբար այսպես
ռեսկի շրջումներ դեպի ինձ, ես թերս իջացնում էի։ Այդ չարաբաստիկ ներկայացման առաջին օրը երևի կաշկանդված էի լարված, Բորյան ռեսկի թեկվեց չասրի ձերս կաշեն։ Ես հուտ մատս Բորյայի ես մասի։ Ասեց, վախ, կաշկանդված աղմախ ես ինչ արիր։ Հետո որ դուրս եկան կուլիսներ, ասի Բորյա ինչ էր որ կպավ, ասեց, սիրտս խաղրեց, գիտես, ոտերս տունացավ, չի չերնում ընգնեի, արասիցի չապացանցում, հազարներկություն, ինչ որտեղը շարժում, ինչ այլը թեթեր բան այդել, իմ ներսեց մտածեցի, հաջորդ օրը գալիս են թատրոն ներկայացվելի, փողոցում պատահաբար հանդիպեցի թատրոնի դիմաց իմ հանրակացարանային ուսանող ընկերոջը, որը մասնագիտությամբ մարդ ծեծող էր, ինչ ագործում դա, մարդ արվեստի մեծ վարպետ էր, այն աստիճան, որ այդ տարիներ առաջ նրան տարել էին KGB-ում աշխատանք էին տվել և մարդ ծեծել էր սովորեցնում նրանց։ Երբ որ ես ընկերս հանդիպեց, ասեց, Սամվել ջան, բա դու Լեհաստանում չես, ասի եկել եմ, բա որտեղ ես, ասի ես թատրոնում եմ, վայ ասեց, ներկայացում հրավիրի գանք, բան ասի լավ կլինի։ Ու կարճ ասած ես պատմեցի, այն ինչ որ ձեզ հիմա պատմեցի։ Ես տղան ասաց, Սամվել, լացույց տուր որտեղ ակապել գութըտ, ցույց տվեցի, ասեց բախտներդ բերել է, մի քիչ վերև կպներ, Բորյան ուշաթափվելու էր առնվազն 1 ժամ ուշքի չէր գալու։ Թե քեզ հետ ինչ կկատարվեր ինֆարկտ կստանայի վատից, դա ես չգիտեմ, նվազագույն վատ բանը դա այն է լինելու, որ ներկայացումը տապալվելու էր, այլևս ներկայացում չէի խաղում։ Ես հետին թվով վախեցա, հետմահու սարսափեցի և բարձրացա վերև։ Գան տեսնեմ Բորյաս ինչպես վայրես տեղացվեց, պրոֆեսոնալ, արհեստավարժ դերասանին, ցավը տանեմ այդ հատկությունը հազվագյուտ դերասաններում են։ Ամենաշուտն ա եկել կիսամետ նստած այն Ապոլոնյան դոսով և քթի տակ Ֆիգարոյի արյան մռմռալով այսպես գրիմ անում, ասի Բոր ջան բարև, ասեց բարև Սամվել ջան բարև, ասի ոնց ես զգում երեք վայրում, ոչինչ անցած մի բան ու պատմեցի ես պատմությունը, որ սենց ասեց վատեմ ախմախ, ջուր բեր, սիրտս կարնում ա։ Եվ վերջացնելով խոսքը սիրելի բարեկամներ, 60-ամյակն էր Բորյայիս աստվածին 15 տարի է անցել, 10 թվին ես այս թատրոնում էի և Բորյայիս 60-ամյակն էր, ինչ-ինչ պատճառներով ցավոք այդ 60-ամյակը չկայացավ, բայց ես այն ժամանակ մի ձոն գրեցի Բորիս Ստեփանյանին Աշուկ Ջիվանու հանգով, ցավոք սրտի 60-ամյակը չեղավ, տղաները լսեցին, ծիծաղեցին աստվածին, հանգուցյալ Զավենը և Վանիկը Մկրտչյան մի գրիմանություն էին, քահ ծիծաղեցին, Խաչատուրիչին հասավ, Ղազանչյան ասեց, այդ տղայք ինչ ես գրել, կարկացի ինքն է ծիծաղեց, ասեց, ոչինչ, 70-ամյակին կկարկա։ Ցավոք սրտի, համընկնեց 44 օրյա պատերազմը, Ջուլիայի 70-ամյակին և մեր Բորյային։ Լավ է։ Այո։ Ամենին ասել, 4 տարով ինքնից մեծա։ Չարժի որ դերս կան խոսես Հետ ասում եմ, ուրեմն նայեք, ծիծաղ ու լացը միասին են, ցավոք Երվանդ Ղազանչյանն էլ այսօր մեզ հետ չէ և 75-ամյակն է մեր սիրելի Բորյայի, մի քիչ գուցե ժամանակավրեպ են, բայց ես կկարդամ իմ ձոնը գրված իմ սիրելի ընկերոջը Բորիս Ստեփանյանին Աշուկ Ջիվանի քանքարավոր ընկեր հանրահայտ երգի մոտիվներով։ Ջիվանու հանգով ձոն Բորիս Ստեփանյանին։ Քանքարավոր արտիստ Բորիս Ստեփանյան, գոյությունս այս թատրոնում քեզ վնաս չէ։ Դու երևանցի ես վաղուց, ես դեռ մի իջևանցի։ Իմ բանջարը քո հանճարին վնաս չէ։ Դու պարոնյան թատրոնում ես տեր ու տիրական, ես դեգերում եմ սերիալներում անտեր անտիրական։ Քո տունը կենտրոնում է շուկային հարակից, իմ տունը երրորդ մասում գողականների դրգից։ Քեզ շոյում փայփայում են Ղազանչյանները, ինձ բաժին են հասնում հոգ էպիզոդ դերերը։ Քո կողքին Սուսիկն է, համեստ, թարլամուշ,
Իմ կողքին ջուլիկն է, կյանքակեր բայուշ։ Շարունակություն։ Սրա համար պատասխան եմ տալու բարձրին։ Հրջացի։ Այսօր քո հոբելյանն է, ո կորիֆեյ ներբեմի, մուսաներից սիրված ապոլոն մեր անթերի, թող քեզ տոնական սուրճ եփեմ անուշն ու պոպան, արկեստրի փոսից քեզ դիֆերանտ եփի, երբ չախումբը պարոնյանական, դու հզոր, մեծ արտիստ ես, տաղանդի թուրբան, քեզանով կնվաճենք մենք դեռ Փարիզն ու Մոսկվան։ Եվ մի բան է, երբ որ սակարտացի Բորյայի համար, ասեց իջևանցի շաշ, ախ բաներս գրել, բայց վերջի տողերը լավ է։